Միանալով իմ թիմին դուք կստանաք High Trading Lessons Telegram-յան ալիքը, որտեղ որ կիսվում եմ իմ trading-ի ողջ գիտելիքներով, էքսկլյուզիվ ինֆորմացիա, որը որ չեք կարող գտնել ուրիշ ոչ միտեղ, եւ High Trading Signals Telegram-յան ալիքը, այստեղ դուք կարող եք on-line տարբերակով կրկնօրինակել իմ գործարքները, հիշեցնեմ, որ այս ամենը բացարձակ անվճար է։ Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Սկսել ենք արդեն մեր աշխատանքային շաբաթը, անցկացրեցի մեկ աշխատանքային սեանս իմ թիմի հետ, եւ մինչ երկրորդին անցնելը կա ժամանակ որոշեցի այսօր խոսել իմ երկրորդ ստրատեգիայի մասին։ Ժողովուրդ ջան, լինում են դեպքեր, թե իմ փակ Telegram-յան ալիքի մասնակիցները, թիմի անդամները կարող են ասել, որ լինում են այո դեպքեր, երբ մեր հիմնական ստրատեգիայից շեղվում ենք եւ օգտագործում ենք մեկ այլ ստրատեգիա, այդ այդքան էլ այլ ստրատեգիա չի, ուղղակի ժողովուրդ ջան, ընդունում ենք որոշակի փաստ, որ տվյալ պահին շուկան շատ անկայուն է եւ անցում ենք կատարում մեկ այլ ստրատեգիայի, որպեսզի մեր ինչ որ չափի գնացած մինուսը վերադարձնենք կամ, չգիտեմ, ավելի ապահով աշխատենք, վերցնենք մեր պլյուսը ու դուրս գանք շուկայից։ Այսօր ցանկանում եմ խոսել հենց այդ ստրատեգիայի մասին, քանի որ արդեն մեկ թե երկու անգամ կիրառել ենք փակ Telegram-յան ալիքում, թե բոլորի համար, թե թիմի անդամների համար, որպեսզի պարզ լինի ինչ է կատարվում եւ ինչու ենք անցում կատարում տվյալ ստրատեգիայի եւ առհասարակ կարող են լինել շատ մարդիկ, ում որ լինի հարմար աշխատել բուն տեխնիկական անալիզով եւ տվյալ ստրատեգիայով։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, մեր հիմնական ստրատեգիան դա catching-ն է, 1 րոպե էքսպերացիայով, այսինքն գործարքի տևողությունը 1 րոպե եւ գտնում ենք ակտիվ հոսք դեպի որևէ կողմ ըստ ֆունդամենտալ տեխնիկական անալիզների բազային գիտելիքներից ելնելով, բացում ենք գործարքներ, օգտվելով տեխնիկական անալիզի շուկայի ցիկլային լինելու գիտելիքներից, այսպես ասած, որ շուկան դա մեկ ընդհանուր ցիկլ է։ Իմ երկրորդ ստրատեգիան բուն տեխնիկական անալիզն է, որը որ իր մեջ զուտ կիրառում է, ընդգրկում է իր մեջ trend, կարեկցիա ու ուռովեններ եւ աշխատանքային կարիդորներ, այսինքն որտեղ որ կարելի է բացել գործարքներ եւ որտեղ որ պետք է ճիշտ վերլուծել եւ հասկանալ։ Նախ ասեմ, որ տվյալ ստրատեգիայով գործարքի տևողությունը 2 րոպե է։ Ժողովուրդ ջան, եթե նայում ենք 1 րոպեանոց time frame-ը 2 րոպեանոց էքսպերացիայով ենք աշխատում։ Եթե դուք տվյալ ստրատեգիան կարող եք օգտագործել, չգիտեմ, M5 time frame-ով, համապատասխանաբար ստեղ պետքա լինի 10 րոպե։ Այսինքն 2 մոմ իր մեջ ընդգրկելու է 2 մոմ։ Հիմա եկեք ուղղակի նայենք M1 time frame-ը ու փորձենք, չգիտեմ, ստեղից նայելով ավելացնենք նախ այն արժութային զույգերը, որոնք որ 70 եւ ավել տոկոսայնություն ունեն։ Հիմա եկեք նայելով եւ վերլուծելով շարժվենք առաջ։ Ուրեմն տեսեք, տեխնիկապես հիմնվելով տեխնիկական անալիզի վրա, ես ցանկանում եմ վերլուծել ֆունտ եւ դոլար արժութային զույգի գրաֆիկը տվյալ պահին։ Ուրեմն տեսեք ընկերներ, գնում է արդեն մի քանի ժամ դեպի վեր ակտիվ շարժ, trend, դեպի վեր գնացող trend։ Այս պահից սկսած սկսվել է վաճառք, այսինքն trend-ը կարելի ասել ընդհատվել է եւ գինը շարժվել է դեպի ներքև։ Հիմա ինչպես կարող ենք ճիշտ վերլուծել եւ հասկանալ տվյալ գրաֆիկը։ Նախ ասեմ, որ տվյալ գրաֆիկում դեպի վեր շարժը այդքան էլ չի ընդհատվել։ Որն է այստեղ ավելի ճիշտ հասկանալը տվյալ շարժը ուղղակի երկարաձգված կարեկցիա է, թե trend-ի
արդեն ավարտն է եւ նոր տրենդի ձևավորումը, դեպի վեր տրենդը ավարտվել է, դեպի ներքև ձևավորվել է նոր տրենդ, այսինքն գինը շրջադարձ է կատարել դեպի ներքև է շարժվում արդեն, որն է ճիշտը։ Սա հասկանալու համար առաջարկում եմ անցում կատարենք ավելի մեծ time frame-ի։ Ավելի մեծ time frame-ի անցում են կատարում, որպեսզի ավելի գլոբալ տեսնենք գրաֆիկը ընդհանուր եւ տեսնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում այստեղ գնում է դեպի վեր շարժ եւ մեծ time frame-ում ընդամենը դեպի այս տրենդային գիծը գնում է կորեկցիա, այսինքն դեպի վեր շարժումը այստեղ շարունակվելու է։ Հիմա եկեք ավելի լոկալ մասը դիտարկենք գրաֆիկի։ Ավելի լոկալ մասում ես այդպիսի ինչ որ վերլուծում չեմ կարող անել եւ ենթադրել, որ տվյալ կետից արդեն վերջ այս երկարաձգված կորեկցիան վերջանալու է ու գինը շարժվելու է դեպի վեր։ Դե շուտ է, այստեղ որևէ եզրակացություններ անել։ Եկեք այս տվյալ գրաֆիկում ես ներկայիս դրությամբ որևէ պոտենցիալ գործակներ բացելու կետեր չեմ տեսնում, դրա համար դուրս են գալիս այս գրաֆիկից։ Հետաքրքիր սիտուացիա հենց հաջորդ գրաֆիկում, ժողովուրդ ջան, ուրեմն եկեք հիմա վերլուծենք։ Նախ եկեք դիտարկենք ընդհանուր ինչ որ կողմ է շարժվում գինը, որպեսզի լիարժեք պատկերացում ես կազմեմ, կցանկանամ այս մինիմումի կետը ստուգել, տեսնել արդյոք թարմացվել է թե ոչ, եւ տեսնում եմ, որ ոչ։ Տվյալ շաբաթի գրաֆիկը սկսվել է այստեղից ու ամենամինիմալ կետը սա է։ Հիմա եկեք նայենք ավելի մեծ time frame-ը ու տեսնենք, որ այո, դեռ նախորդ շաբաթվանից սկսված գինը շարժվում է դեպի ներքև ու հետաքրքիրը հենց այս կետը տվյալ ներկայի շաբաթվա ամենամինիմումի կետը։ Ուրեմն տեսեք, նախ եկեք ավելի 30 րոպեանոց time frame-ում ավելի խորը դիտարկենք եւ նկատենք մի բան, որ այստեղ կա այսպիսի տրենդային գիծ եւ ավելի մեծ time frame-ում երևում է դեպի վեր շարժվող տրենդ։ Եվ այս դեպի ներքև շարժը ընդհանրապես կարա լինի այս գլոբալ դեպի վեր շարժվող տրենդի երկարաձգված կորեկցիան, որը որ ամենայն հավանականությամբ այս կետից արդեն շրջադարձ է կատարել, այսինքն ավարտվել է ավելի կոնկրետ եւ շարունակում է իր շարժը դեպի վեր։ Մոտակա նպատակը, որը որ գինը կցանկանա կատարել, դա այս մաքսիմումի, նախորդ մաքսիմումի թարմացնելն է։ Այդ նպատակը գինը կկատարի թե ոչ, դա այսպես ասած չգիտենք։ Ոչ մեկ չգիտի, կկատարի, կտեսնենք, բայց ներկայիս պահին մենք ունենք հստակ անալիզ, որ այս մեր լոկալ դեպի ներքև շարժվող M1 time frame-ում դեպի ներքև շարժվող տրենդը գլոբալ տրենդի երկարաձգված կոլեկցիան է, որը որ ամենայն հավանականությամբ այստեղ վերջացել է։ Այսքանը արդեն վերլուծելուց հետո անցնում ենք մեր M1 time frame-ին, եւ այստեղից արդեն կարող ենք փնտրել 50-ական, 0-ական ուռովեններ, մոմերի անալիզից ելնելով, այսինքն տեսնում եմ այստեղ 50-ական շատ լավ ուռովեն, որի մոտ որ ձևավորվել է կանաչ հստակ դեպի վեր ձգող մոմ, կա այստեղ շատ լավ highline ուռովեն, այստեղից կարելի է իմպուլսից բացել գործարք։ Ինչու իմպուլսից, քանի որ իմպուլսը տվյալ զոնաներում, այսինքն 50-ական ուռովենների մոտ, highline ուռովենների մոտ, 0-ական ուռովենների մոտ, իմպուլսը այդ հավաքումը այդտեղ ձևավորված, բոլոր stop loss-երը, take profit-ները, order block կա այնտեղ ձևավորված մի խոսքով, իմպուլսով դրանք բոլորը հավաքվում է ու արդեն շարժվում է դեպի վեր ակնհայտորեն ցույց տալու։ Բայց որպեսզի աշխատեն ուռովենները, որպեսզի աշխատեն տրենդը, կորեկցիաները, այս ամեն ինչի հետ մեկտեղ ժողովուրդյան պետք է դուք ցույց տաք ճիշտ անալիզ։
Ես չգիտեմ, ամենայն հավանականությամբ այս տեսանյութը կլինի երկու մասով, քանի որ ծավալուն է բավականին ու միտքը բացատրելը շատ դժվար է։ Սակայն տվյալ պահին, տվյալ ժամանակաշրջանում ու ժամանակահատվածում թրեյդինգում, եթե թրեյդերը ցանկանում է աշխատել գումար, բնականաբար պետք է ցույց տալ ճիշտ մոտեցում։ Ոչ թե, չգիտեմ, ցանկացած ուրովեններից, ցանկացած, չգիտեմ, այնտեղ 50-ական կամ 0-ական ուրովեններից, տրենդից գործարքներ բացել, այլ ոչ, ճիշտ մոտեցում, ճիշտ անալիզ, որը որ կտա արդեն ճիշտ գործարքներ ու պրոֆիտ։ Հիանալի է։ Այստեղ պլյուսը վերցրեցինք, դեռ կարելի էր այստեղ շարունակել գործարքներ բացել, բայց քանի որ ես ցանկանում եմ բացատրել եւ վերլուծել մի քանի սիտուացիա եւս, իդեալական կետ է կրկին բացելու, բայց եկեք փնտրենք ուրիշ գրաֆիկ,